Բարև ձեզ, ես Հովհաննես Իշխանյանն եմ, դե ես էլ մի 12 տարի արդեն իրավապաշտպան գործունեությամբ եմ զբաղվում, այսօր ներկայացնում եմ եւ Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորումը խորհրդի անդամ եմ եւ ակննդական վավերագրողների համայնքի նախագահ որպես ու բացի նրանից, որ շնորհավոր բոլորիս մարդու իրավունքների պաշտպանության օրը, այսօր նաեւ Արցախի հանրաքվեի օրն է, անկախության եւ այդ կապակցությամբ եմ շնորհավորում, ինչպես նաև 3 դեկտեմբերի 9-ին ցեղասպանության կանխարգելման միջազգային օրն էր, որի մասին առանձնապես չխոսվեց, բայց կխոսվի։ Ես 3 բան կներկայացնեմ, նախ շատ արագ կխոսեմ մարդու իրավունքների իրավապաշտպանների նկատմամբ վերաբերմունքի մասին, մարդու իրավունքների պաշտպանի կողմից, Մարինա Մալխասյանն արդեն նշեց, որ իրեն բլոկ են արել եւ սա ասենք նոնսենս է, հա, որ իրավապաշտպանին մարդու իրավունքների պաշտպանը փաստորեն արգելափակել է, որպեսզի այս էլ պարզանանք, որովհետեւ այս զեկույցի վրա ենք աշխատում ու բնականաբար սա նաեւ մտավ մեր զեկույց, որովհետեւ այս վերաբերմունք է մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ։ Ինչպես նաև երբ որ մենք քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների կոալիցիայով եւ Հայ-Ակվեյով ամռանը մամուլի ասուլիս հրավիրեցինք ներկայացնելով ՄԱԿ-ի պարբերական դիտարկման զեկույցը ներկայացրեցինք, որ նաև մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը ոչ մի բանի մասին էր եւ չկար ինչպես խոշտանգումների մասին տեղեկություն, այնպես էլ այլ իրավախախտումների մասին, մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն արեց կրավորական, այսինքն չնշելով, թե ում մասին է խոսքը, տենց պարզապես ինչ-որ լրատվամիջոցներում հայտնվել էր ինչ-որ լուր եւ նշելով, որ նա շատ էլ լավ անդրադառնում է խոշտանգումների թեմային եւ ներկայացրել էր իր տարեկան զեկույցը, այսինքն մանիպուլյացիա էր արել, մենք խոսում ենք ՄԱԿ-ի պարբերական դիտարկման մասին, որտեղ ասենք 193 երկրներ տեղեկանում են, թե քո երկրում ինչ է կատարվում։ Ինքը տենց բան էր, շուռ էր տվել իբրև թե բանի մասին, իհարկե մենք հայտարարությամբ հանդես եկանք եւ այդ գործելավոճը դատապարտեցինք իրավապաշտպանների հանդեպ, բայց այս ամենը նաեւ պետք է հասկանալ եւ բխեցնել բանից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ձևավորման համակարգից, որովհետև այն համակարգը, որը որ մենք ունենք, այս մարդու իրավունքների պաշտպանը, այս մակարդակի, որ այսպես ոչ պրոֆեսիոնալ, որ ասենք իրավապաշտպաններն բլոկում կամ բանանում չէր լինի։ Եվ ինչի մասին է խոսքը։ Ուրեմն ինչպես է ընտրվում առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում։ Նախ պետք է հիշենք, որ մարդու իրավունքների պաշտպանը մի գործառույթ է, որը ինքը վերահսկում է, մշտադիտարկում է պետական կառավարման մարմինները, որպեսզի քաղաքացիների իրավունքները, ասենք, նորմալ լինի, էլի, ասենք այդ ուժը, որ գեներացվում է այդ բանի իշխանությունների մեջ, չկարողանա ինչ ուզի անի եւ մարդու իրավունքների պաշտպանը մի հատ ինստիտուտ է, որը պետք է փորձի հակակշռի։ Այսինքն դուրս է գալիս ոչ թե իշխանության ներկայացուցիչ պետք է լինի կամ կուսակցական ներկայացուցիչ, այլ ընդհակառակը իշահ քաղաքացիների։ Հիմա իսկ ինչպես է ձևավորվում, ինչպես է ընտրությունը մարդու իրավունքների պաշտպանի։ Նախ Սահմանադրության 192-րդ հոդվածը ասում է, որ համապատասխան հանձնաժողովը ներկայացնում է ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը ներկայացնում է ազգային ժողովում թեկնածությունը։ Այս պահին ազգային ժողովի այդ համապատասխան հանձնաժողովը մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովն է, որտեղ բաշխվածությունը հետևյալն է 5 հոգի քաղաքացիական պայմանագրից է 2 հոգի Հայաստան Դաշինքից, մի հոգի պատիվ ունեմից։ Այսինքն դուրս է գալիս, որ 5 հոգին մեծամասնությունը իշխանական են եւ կարող են իրենց ուզած տեխնացուին բերել մտցնել այդ հանձնաժողով, ընտրել ու տանել ազգային ժողովի նիստում ընտրելու։ Եվ այստեղ արդեն բալանսը խախտվում է, արդեն ստեղից խնդիր է առաջանում։ Մյուս խնդիրը արդեն առաջանում է ազգային ժողովում։ Երբ որ տանում են ազգային ժողով, փաստորեն ազգային ժողովում 3/5-ով կարող են ընտրել մարդու իրավունքների պաշտպանին։ Այսինքն եթե մենք ունենք 107 հոգի, դա կազմում է 64.2 հոգի, հա, 3/5-ում 65 հոգի։ Իշխանության падգամավորների թիվը 71 հոգի է։
իսկ 65 հոգով իշխանությունում կարող են ընտրել մարդու իրավունքների պաշտպան։ Այդ չեղավ սա կուսակցական ներկայացուցիչ, այսինքն մի իշխանական կուսակցությունը կարող է ընտրել մարդու, որը պետք է վերահսկի իրենց։ Արդեն այստեղ խնդիրը տեսնում եք։ Մյուս խնդիրը, որ առկա է, դա այն է, որ իշխանությունը կարող է բերել բանից հենց իր կառույցներում, այսպես ասած, աշխատած մարդու, օրինակ մենք գիտենք հիմիկվա մարդու իրավունքների պաշտպանը դատախազի տեղակալ է։ Այսինքն դատախազությունից մարդ են բերել, որ զբաղվի մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Ուրեմն այս երեք խնդիրները լուծելի են բնականաբար, նախ եւ առաջ այդ համապատասխան հանձնաժողովը, որը պետք է տեխնացությունը առաջադրի, պետք է գոնե բաշխված լինի հավասար, այսինքն թե իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչները հավասար բաշխված պետք է լինեն, իսկ երբ որ արդեն ազգային ժողովում է ընտրությունը, բնականաբար պետք է բարձրացվի շեմը, կամ պետք է լինի 70%, որպեսզի ոչ մի կուսակցություն չընտրի, կամ ասենք 4/5-ով լինի, կարծում եմ 70%-ը ավելի հարմար տարբերակ է։ Ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանի օրենքով մենք ունենք, որ 25 տարի լրացած անձը կարող է լինել մարդու իրավունքների պաշտպան։ Սա կարծում եմ լուրջ վերաբերմունք չի այս ինստիտուտի հանդեպ, որովհետև 25 տարեկանը դեռ պետք է ճանապարհ անցնի, փորձ հավաքի, որպեսզի կարողանա այս պատասխանատու գործունեությամբ զբաղվել։ Ուրեմն այս 4 հիմնական կետերն են հանձնաժողովի կազմը, որտեղ ընդդիմությունը պետք է առավելություն ունենա, չնչին կարող է նույնիսկ վետոյի իրավունք ունենա, ազգային ժողովում ընտրելու շեմը բարձրացնելը, իշխանության ներկայացուցիչ չպետք է լինի, բայց այդ հարցը արդեն հանձնաժողովի հավասարությամբ կարելի է լուծել, ինչպես նաև այդ տարիքի շեմը բարձրացնելը, իդեպ նաև բանով սահմանված է, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է հանրության շրջանում տենց հեղինակավոր կերպար լինի, մենք գիտենք, որ դատախազի տեղակալը այդքան էլ տենց հանրային հեղինակություն չէր ապահովում այս պայմաններում։ Այս երկուսը ամփոփելով նաև ասեմ, որ Հայաստանի ազգային քաղաքացիական միավորումը արդեն սկսել է աշխատել կայք ստեղծելու, այսինքն հարթակ ստեղծելու վրա, որտեղ պետք է ներկայացված լինեն վերջին 7 տարիների քաղ բանտարկյալները, քաղ հալածյալները, թվերը, քանի հոգի է, ինչ խղճի բանտարկյալների, այո, այդ լուրջ պակասը հիմա մեր շրջանում եւ դրանով արդեն սկսել ենք զբաղվել եւ հավանաբար մյուս տարի կներկայացնենք այդ կայքը նման միջոցառում կազմակերպելով։ Ես ոնց որ վերջացրեցի մեր խոսքը։ Ոչ, համենայն դեպս ես չգիտեմ, չի արձագանքել, իդեպ սա էլ կարելի է բան անել, նշել որպես իրավապաշտպանների նկատմամբ վերաբերմունք, ոչ արձագանքել են եկեղեցից հեռացնելու այդ դրվագի համար, որը ապօրինի էր, ոչ էլ արձագանքել են այդ իմ ազատությունը փաստորեն սահմանափակելու եւ ոստիկանական մեքենայով քաղաքով ինձ տանելու համար, իսկ այդ կապակցությամբ իրավական գործընթաց է սկսվում, որի մասին հետագայում կտեղեկացնենք։ Շնորհակալություն հարցի համար, իսկապես կարևոր դիտարկում էր։